Ողջույն սիրելի հետևորդներ ջան, պատրաստվում եմ մազերս ներկել, իմ սիրելի ներկերն եմ գնել Garnier ֆիրմայի, երկու ներկ եմ գնել, քանի որ մազերս համ երկարել է, համ էլ խտացել է։ Հիմա արագի մեջ ուզում եմ բացել, քանի որ նաև վարսավիրի հետ եմ պայմանավորվել, որպեսզի այս անգամ վարսավիրը հարդարի մազերս։ Հանեմ և արագացնեմ։ Լուսամուտի գոգին եմ այս ամենը պատրաստում, քանի որ իմ դիմաց բացվող մեղուներս ձագ խաղ են սկսել։ Համ նրանց եմ նայում, հրճվում, համ էլ այս գործն անեմ ու ձեր հետ զրուցեմ, սիրելի հետևորդներ ջան։ Այսօր նաև հասցրել եմ, գնացել եմ նաև մատներս եմ հարդարել, այս գույնն եմ շիլաքարել, մի քանի ամիս էր, որ չէի արել և այսօր ուզեցի, որ գնալ և մատներս շիլաքանել, շատ ամառային գույն եմ ընտրել, սիրելի հետևորդներ ջան, շատ ինձ դուր եկավ այս գույնը, ինքը նոր գույն է և 3 շերտից է կսվել, քանի որ 2 շերտ կսելով շատ թափանցիկ է լինում ու ես խնդրեցի, որ 3-րդ շերտ էլ ավելացնի, ահա և ստացվել է այսպիսի հրաշալի վառ համով գույն, երբ որ գույները մի տեսակ այսպիսի վառ գույների մեջ են լինում, երևի շատերս ենք այդպես ասում ենք համով գույն և իսկապես համով գույն է, այսպես, հերթով բացեմ, լցնեմ, ինքս եմ ներկելու, բայց ինչպես ասեցի, ժամ եմ պայմանավորվել և պետք է գնամ վարսավիրի մոտ մազերս հարդարելու, երբեմն այդպես եմ վարվում, որպեսզի նաև, եթե տեսնեմ պետք է, ծայրերի մասերը կտրվի, հավասարեցվի և մազերիս երկարությունը ճիշտ լինի, ուզում եմ երկարացնել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ երկար մազեր շատ եմ սիրում և իմ ապրած այս տարիների ընթացքում ես միշտ փորձ եմ արել այդպես, որ ավելի շատ ինձ երկար մազերն է սազում, քան թե կարճ մազերը։ Առաջին հերթին պետք է մենք ինքներս դուր գանք մեզ, ամենակարևորը դա է, սիրելի հետևորդներ ջան, երբ որ մենք մեր աչքին լավն ենք լինում, ամենակարևորը դա է, ես այդ կարծիքին եմ, այսպես, մի տեսակ, երբ որ արդեն սկսում ենք զբաղվել մեզանով, ուզում ենք ավելի նրբանկատ գտնվել, հատկապես երբ որ ծանրաբեռնված ենք գործերով, այս թեժ ժամանակաշրջանում, հատկապես երբ որ դուք էլ ինձ նման այսպիսի գործերի մեջ եք, այգու գործերի և այլն, այդպիսի ստեղծելու, արարելու, փորելու, ցանելու, ջրելու, մի խոսքով, կարելի է երբեմն էլ գնալ և մեր մատները հարդարել, մեր վարսերը հարդարել, դեմքը հարդարել, դեմքս հարդարելու կարիք չկա, հունքերս ես ինքս եմ հանում, դեռևս կարողանում եմ, ստացվում է, չեմ դժգոհում, առանձնակի դեմքիս ոչ մի տանալնիկներ չեմ կսում, չեմ սիրում և չեմ էլ սիրել, ասել եմ, բայց էլի է ասվում, ամեն դեպքում նոր հետևորդներ են ավելանում և երբեմն որոշ բաներ կարիք է լինում նորից ասելու, այսպես, սա էլ բացեմ, մազերս ներկելուց հետո, սիրելի հետևորդներ ջան, արդեն մաքուր վիճակով կգնամ վարսահարդարի մոտ, երեկոյան ժամերին եմ պայմանավորվել, քանի որ շատ շոգ ա մեր մոտ և չեմ ուզում այդ շոգին դուրս գալ տնից, հատկապես որ վարսահարդարի այդ աշխատավայրը բավականին հեռու է, գյուղի մյուս կողմում է, այն ճանապարհի վրա, որտեղ որ Վայբերիսն է,
Նաև երկու գործս կհամատեղեմ, համ կմտնեմ Viber-ից, միայն կվերցնեմ եւ արդեն կգամ, տանը ցույց կտամ ձեզ։ Իհարկե ես կփորձեմ, կստուգեմ հագուստը իմ չափով, եթե ոչ, ահա։ Եվ արագի մեջ արդեն կկազմակերպեմ գործերս եւ երեկոյան ժամերին ձեզ կմիանամ։ Այդպես, սիրելի հետևորդներ ջան, արդեն սա էլ խառնեմ եւ անցնեմ մազերս ներկելուն։ Այս ընթացքում նաեւ ցակ խաղը ավարտվեց, քանի որ մի քիչ շուտ էին սկսել եւ արդեն ավարտվեց։ Այսպես։ Արդեն այստեղ եմ, սիրելիներս, եւ շտապ եմ նվերներս ստանալ, ստուգումները կատարել եւ նորից շտապել։ Սիրելի հետևորդներ ջան, Վարշավիրանոցի եւ Viber-ի գործերն էլ ավարտեցի։ Այս ժամերն անգել արդեն լույսերը միացրել են գյուղում։ Ուզում էի ցույց տալ այս ժամերի տեսարանը մեր գյուղի, հատկապես որ կլոր սարերով շրջապատված է մեր գյուղը։ Այդտեղից սկսվում է ու պտտվում։ Մի խոսքով շուրջ բոլոր սարերի մեջ է գտնվում մեր տունը այս կողմերի վրա է։ Ուղիղ այս կողմի վրա է գտնվում։ Ես պետքա դեռևս շատ երկար ճանապարհ գնամ, գնալու եմ այն դպրոցն է, այնտեղ բարձրահարկ, եռահարկ դպրոց ունենք, գնալու եմ այդ կողմով, էլի պտտվեմ ու էլի երկար, մոտ կես ժամվա ճանապարհ ունեմ դեռևս գնալու եւ շարունակեմ իմ ճանապարհը գնալ։ Ահա։ Երկինքը խաղաղ է։ Գիտեք, որ ինձ միշտ երկինքն է հետաքրքրում։ Ահա։ Եվ շարժվեմ։ Քայլելով եկել եմ հասել արդեն մեր Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ եմ։ Լույսերը ավելի են վառ դարձնում մեր եկեղեցու պատկերը։ Փառք տանք Աստծուն, որ այսպիսի խաղաղ երեկո է սկսվել, ահա։ Մեքենաներ են գնում գալիս դեռ, քանի որ գյուղի կենտրոնական մասն է։ Մի պահ կանգ եմ առնում միշտ եկեղեցու մոտ եւ առաջ շարժվում։ Արդեն մի քիչ հետո կհասնեմ դպրոցին, հետո գյուղի կենտրոն, հետո արդեն շրջադարձ ուղիղ դեպի մեր տուն։ Փողոցային լույսերը ամեն թաղամասում էլ կա եւ ճանապարհները լուսավորված են։ Արևային լույսեր են, սիրելի հետևորդներ ջան։ Հասել եմ արդեն դպրոցի մոտ, սիրելի հետևորդներ ջան։ Շատ մեծ է մեր դպրոցը, մյուս կողմի վրա նաև ջղավորված։ Եվ արդեն կհասնեմ գյուղի կենտրոն։ Քանի որ այստեղ զբոսայգու մոտով անցնելու տեղ կա, ես այս կողմով կանցնեմ, էլ չեմ պտտվի հենց կենտրոնով գնալ, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, այսպիսի գեղեցիկ ձևով լուսավորություն է։ Վերջին տարիներին է վերանորոգվել եւ շատ գեղեցիկ է ստացվել։ Բարի երեկո ձեզ։ Եվ երիտասարդները գալիս եւ այստեղ իրենց հանգիստը վայելում են։ Մեր դարավոր ուռենին, որի մոտ գրեթե բոլոր սերունդները նկարվել են եւ շարունակում են նկարվել։ Բարև ձեզ։ Եվ այսպես, կարելի ասել, կարճ ճանապարհով եկա, ահա, պիտի ինպես պտտվեի, բայց այս ձևով կարճ եկա, այստեղ ցայտաղ փյուր է, բայց այո, կարծես թե ջուր է կա, բայց ես չեմ խմի, սա փոքրերի համար է նախատեսված, ամեն դեպքում շատ հրաշալի, և արդեն իմ տան ճանապարհը, այսպես մայթով,
Երկնքում դեռևս լուսավորություն կա և բացի այդ էլ փողոցային լույսերը նույնպես օգնում են, որ ես հեշտ ու հանգիստ ճանապարհ գնամ, հատկապես որ ասֆալտապատ է։ Դպրոցը այս կողմից էլ եմ ուզում ցույց տալ, սիրելի հետևորդներ ջան, այս կողմ արդեն մարզադահլիճն է։ Եվ արդեն շարունակեմ դեպի տուն։ Ես շարունակում եմ քայլել ու հասել եմ արդեն մեր թաղերը։ Սրանք փողոցային լույսերն են, սիրելի հետևորդներ ջան։ Իսկ բնակչության լույսերը այդքան էլ միացված չեն, քանի որ շոգ է և բոլորը դրսերում են նստած գրեթե։ Եվ ես շարունակեմ ճանապարհս։ Արդեն հասել եմ մեր տան մոտ, իսկ հեռվում շողշողում է Ճոճկան գյուղի լույսերը, որը նման է աստղի, աստղաձև տեսք ունի, սիրելի հետևորդներ ջան, լայն, փռված, աստղաձև տեսք ունի։ Ընդհանրապես շատ հետաքրքիր է, երբ որ դուրս ենք գալի պատշգամբում նստում և այդպես հեռվից նայում հարևան գյուղերի, քաղաքների լույսերը և նմանեցնում ինչ-որ մի կենդանու, ինչ-որ մի ծաղկի, աստղի, որն էլ ես եմ նմանացրել հարևան Ճոճկան գյուղի լույսերը։ Ամեն դեպքում տեսախցիկը լիարժեք չի փոխանցում, ես նկատում եմ դա, բայց իրականում փռված աստղի է նման, թևերը բացած և արդեն հասնեմ տուն, սիրելիներս։ Տուն հասնելուն պես նկատում եմ լուսատիտիկին, սիրելի հետևորդներ ջան, որ մթության մեջ այսպես պայծառ լուսավորում է, իր լույսը մի քիչ կանաչավուն լույս է խփում, շատ պայծառ է, հանգիստ մի տեղ թառում են ու ոնց որ թե ճրագներ լինեն մթության մեջ։ Ես իհարկե նկատում եմ, որ իմ այգում մի քանի տեղ շողշողում են ու հենց որ լուսատիտիկը տեսնում ենք, անմիջապես ժպտում ենք, այս լուսատու միջատները մեզ ժպիտ են պարգևում։ Ուզեցի, որ լուսատիտիկի լույսը նաև ցույց տամ ձեզ, դուք էլ ժպտաք։ Եվ իհարկե, երբ որ լուսատիտիկը տեսնում ենք, մի պահ մանկանում ենք, հիշում ենք մեր մանկության տարիները, թե ոնց էինք լուսատիտիկները որսում, բերում տուն, որ տանն էլ լույս տան, բայց տանը լույս չէին տալի։ Լուսատիտիկները միայն ու միայն մթության մեջ են լույս տալի։ Եվ մի պահ նայենք այս մի կետ լույսին, ժպտանք և լավ զգանք մեզ։ Իսկ հիմա անցնեմ տուն։